ուզեք ստորագրի։ Ռաֆի Հովհաննիսյանի հաղթանակին, որովհետև ամբողջ ժողովուրդը իրեն են ընտրել։ Դուք անձամբ իրեն ընտրել եք։ Անպայման, ամբողջ իմ ընտանիքով հանդերձ։ Ինչպես եք վերաբերվում իր առաջարկներին, որ Սերժ Սարգսյանին հնչեցրեց ուրբաթ օրը։ Լսել եմ, բայց ինչ կարող եմ ասել։ Համաձայն եք, որպես քաղաքացի։ Ոչ։ Համաձայն չեք։ Համաձայն չեմ իր ասածներին։ Ես հավատում եմ միայն Ռաֆի Հովհաննիսյանին։ Ռաֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից խնդրել է 5 մարզպետի ինքն անձամբ նշանակել դատախազին, հարկայինին։ Համաձայն եք այդ որոշմանը։ Այո։ Մարզերում 4-րդ օրն է, մարզերի տվյալները կունենանք վաղը, բոլոր խոշոր քաղաքներում, բոլոր մարզերում, մարզկենտրոններում, գյուղերում ընդհանուր ստորագրավակ, իսկ Երևանում մոտ արդեն 30,000 այստեղ մենք Ստորագրավակի օրվանից մինչև այսօր մոտ 30,000 գյուղերում մարզերում են ընթանում, այո, վաղը կասենք ձեզ։ Իսկ կարող եք ասել խնդիրը մոտավորապես որն է, ցույց տալ, որ 500,000-ից ավել շատ ձայն է։ Չէ, ովքեր որ սատարում են այս բանին, պարոն Հովհաննիսյանի այս ակցիային, դա է։ Ինչ է պատրաստվում անել ստորագրությունների հետ։ Հետո կասենք լրացուցիչ։ Ստորագրեցիք եւ տանում եք ձեզ հետ ձևաթուղթը, կասեք ինչի համար։ Որ էլի մարդիկ, որոնք չեն կարողանում ներկայանալ ստեղ, իրանք զորակցությունը հայտնեն պարոն Հովհաննիսյանին։ Արարատի մարզ գյուղը Ռանչպար։ Ստորագրում եմ մեծ կարգերի դեմ, բողոքում եմ մեծ կարգերից, շատ դժգոհ եմ մեր գյուղում, Ռանչպար գյուղում, պարոտավարերը մեր ձեռքից խլում են, ապօրինի կերպով տալիս են ձկնաբուծական տնտեսությունների տակ։ Եթե գյուղացին հող եւ անասուն չպետք պահի, այդ դեպքում գյուղացին ինչի է պետք։ Ով է ձեր ձեռքից խլում։ Գյուղապետը, մարզպետը, կառավարությունը, պրեզիդենտը։ Դուք ուրբաթ օրվա հանրահավաքին ներկա եք։ Ոչ, հարգելի պատճառով ներկա չեմ եղել։ Բայց տեղյակ եք առաջարկներից, որ Ռաֆի Հովհաննիսյանը հնչեցրեց Սերժ Սարգսյանին։ Մոտավորապես, այտենց կոնկրետ չգիտեմ, մոտավորապես։ Համաձայն եք։ Իհարկե համաձայն եմ։ Այսինքն մի քանի պաշտոնի դիմաց ճանաչեն Սերժ Սարգսյանին։ Չէ, պաշտոն պետք չի։ Ռաֆի Հովհաննիսյանը խնդրեց ինքը նշանակել մի քանի մարզպետերի, հարկայինի, ԱԾ-ի պետին եւ փոխարենը կճանաչի Սերժ Սարգսյանի նախագահությունը։ Այդպես բան չեմ լսել ես։ Ես կոնկրետ համաձայն չեմ դրա հետ։ Չէ, չի ընտրվել, ինչի՞ պիտի ճանաչենք։ Թույլ կտա նախագահել, այդպես ասած։ Եվս 5 տարի թույլ կտա նախագահել։ Թույլ կտա, բայց մենք քվենք տվել, որ ինքը թույլատրություն չտա, մեր անունից որոշումներ կայացնի, բայց մեր հետ համաձայնեցնելով։ Այսինքն կարծում եք պետք է այդ որոշումը քննարկվի ժողովում։ Ստեղ պետք է քննարկվի։ Համայնքներում պետք է քննարկվի, գյուղերում պետք է քննարկվի, կառույցներում պետք է քննարկվի։ Պաստորեն նախագահ ճանաչում եք ամեն դեպքում միայն Ռաֆի Հովհաննիսյանին։ Առայժմ միանշանակ այդպես չի կարելի ասել, բայց թող հանեն արխիվները, ստուգեն, եթե ով ընտրվել է, թող էլ դառնա նախագահ։ Եթե ժողովուրդը քվեն ով ստացել է, թող էլ դառնա նախագահ։ Անձամբ դուք քվեարկել եք Ռաֆի Հովհաննիսյանին։ Անպայման, իմ ամբողջ ընտանիքը։ Դուք լսել եք ուրբաթ օրվա հանրահավաքին այստեղ եք, չէ՞, տեղյակ չեք առաջարկներից, որ Սերժ Սարգսյանին ուղղել է Ռաֆի Հովհաննիսյանը։ Տեղյակ եմ հեռուստատեսությունից։ Համաձայն եք այդ որ իր այդ որոշումը առաջարկներից 100%։ 100%։ փոխարենը ճանաչել Սերժ Սարգսյանի նախագահ։
թույլ տալ նախագահել եւս 5 տարի Սերժ Սարգսյանին։ Բոլորովին։ Այդ մի դրույթի հետ համաձայն չեք։ Ինչպես մինտրեք։ Ընդհանրապես համաձայն չեմ, որ Սերժ Սարգսյանը նախագահի։ Այսինքն ուզում եք միայն, որ մի քանի պաշտոն նշանակի Ռաֆի Հովհաննիսյանը եւ ինքն էլ Նախագահի ինքը։